1936 թվական մի փոքրիկ հեռավոր գյուղում Հայաստանում ապրում էր մի երիտասարդ կին Ալիկե։ Նա մի աղջիկ էր, որը մանկուց իր կյանքի խիստ աներ տղամարդկային աշխարհում մի տեղ էր գտել իր համար։ Նրա հայրը բարձգյուղացի, նրան իր եղբայրներին տանու։ 1936 թվական մի փոքրիկ հեռավոր գյուղում Հայաստանում ապրում էր մի երիտասարդ կին Ալիկե։ Նա մի աղջիկ էր, որը մանկուց իր կյանքի խիստ աներ տղամարդկային աշխարհում մի տեղ էր գտել իր համար։ Նրա հայրը բարձգյուղացի, նրան իր եղբայրներին տանու։ Նրա սրտում ավելի մեծ երազանք կար, նա միշտ գիշերները նայում էր երկնքին երազում ազատության, արդարության հավասարության մասին։ Այդ ժամանակվա աշխարհում կին լինել նշանակում էր սահմանափակում ճնշում, կիները ոչ միայն իրենց կյանքի կարևոր որոշումներից, այլ նույնիսկ կարդալու գրելուն իրավունք չունեին։ Մի օր պատերազմը հասավ գյուղ, վառված խլացուցիչ կրակոցների պայթյունների ձայները փշրեցին գյուղացիների հանգստությունը։ Ալիկեն, որը մանկուց լսել էր պատերազմի վշտալի ձայները, այլևս չէր կարող անտարբեր մնալ։ Նա չէր ուզում շարունակել ապրել տղամարդկանց ստվերում, այլ ցանկանում էր իր անունը պատմության մեջ գրանցել։ Այդ պատճառով նա ամբողջ խիզախությամբ որոշեց պայքարել գյուղի հետ միասին։ Գիշերները, երբ բոլորը քնում էին, Ալիկեն մի քանի այլ կանանց հետ, ովքեր սիրտը լի էին ազատության հույսով, սկսեցին զենքեր հավաքել, բժշկական օգնություն պատրաստել վիրավորներին, նրանք համարձակորեն սկսեցին գաղտնի խմբավորումներ ստեղծել, որոնց նպատակը օգնություն ցուցաբերելն էր դիմադրության ուժերի կազմակերպումը։ Օրերը գնում էին։ Ալիկեն գաղտնի կերպով սկսեց մյուս կանանց գյուղում կրթել պատրաստել նրանց պայքարի համար։ Նրանք ցույց տվեցին, որ կանացի ուժը ոչ թե թուլության մեջ, այլ միասնականության կամքի մեջ է։ Ամեն դեպքում մեկ օր, երբ Ալիկեն իր խումբը գործողության մեջ էին, հակառակորդը հանկարծակի ներխուժեց նրանց ապաստարան։ Ալիկեն շատ կանայք, որոնք պայքարում էին նրա կողքին, ստրկացվեցին, բայց այդ պահին Ալիկեն, աչքերում արցունքներով սրտում իր երկրին գաղափարներին լիովին սիրով, վերջին բառերը ասաց. «Եթե ես չընկնեմ իմ ոտքերի վրա, դուք երբեք չեք հասնի ազատության»։ Դրանից հետո Ալիկեն դարձավ մի խորհրդանիշ։ Նրա պատմությունը զրկված չէր մնացել միայն գյուղում, այլ նա Հայաստանի պատմության մեջ, նրան հիշում էին որպես կնոջ, ով դիմադրեց ճնշումներին, ցույց տվեց մյուս կանանց, որ նույնիսկ ամենադժվար օրերին կարելի է ուժու։ Նրա հետորդները այլևս ոչ միայն քաղաքական պայքարներում, այլ նա կյանքի բոլոր ոլորտներում դիտում էին նրան որպես խիզախության համառության օրինակ։ Ալիկեն դարձավ պատմություն, բայց նրա պատմությունը երբեք չի մոռացվել։ Յուրաքանչյուր նոր սերունդ կանանցից սովորում էին նրանից, որ նույնիսկ մութ օրերին կարելի է պայքարել ազատության արդարության համար։